Երևանում իրականում դժվար է ինքդ քո հետ լինելը։ Երևանում դժվար է մենակ լինելը, Երևանում դժվար է մենակի նկատի չունեմ ֆիզիկապես։ Երևանյան տրիգերներն այնքան շատ են, որ իրանք ոնց որ քեզնից քեզ պառակտեն։ Ամեն ապրելակերպիդ քայլի մեջ դու այդ պառակտումը զգում ես։ Ու հետարքիր մի հատ դեպք եղավ մի ընկերոջս հետ ու ոնց որ ես որ Երևանում լինում եմ, այդ մենակությունը ու այդ խաղաղությունը գտնում եմ Կասկադիային վերևում մի հատ աջ կողմում անկյուն կա, որ գնում նստում եմ, ոչ մեկ չի գալի, այդտեղ հեռուն եմ նայում ու իմ համար լրվում եմ։ Այդտեղ համ հանգստանում եմ ժխորից, համ հանգստանում եմ մարդկանցից, համ այդ երուզերից եւ այլն։ Մի ընկերոջս հետ ուրեմն հանդիպել էինք, տենց ասեց ինչ անենք, ասի դե քելե հել ենք այն վերևը ու տենց այդ վերևում որ անգամ գնում ես, զրույցներդ էլ են խորը դառնում, որովհետեւ դու հեռանում ես այդ ամեն ինչից, սկսում ես քեզ գալ ու սկսում է արդեն ներսդ աշխատել, հոգիդ խոսել, էլի սենց ասած։ Վերջը, ելանք այդ վերևը տենց նստել էինք, մի քանի րոպե հələ բան չէինք խոսում, ուղղակի սենց նայում էինք, ասում է հաճախ ես գալիս ստեղ նստում, ասում եմ որ Երևան եմ լինում, կարելի ասել ամեն օր, ասում է ես կխելագարվեմ ստեղ ամեն օր գամ նստեմ։ Այսինքն մարդիկ այնքան են սովորել իրանք իրանց հետ չլինելուն, որ հենց այն հանգամանքը, որ մի հատ ինչ որ տեղ պետք է մարդը ինքը իր հետ լինի, արդեն էդի մարդուն խնդիր է հարուցում։